Doğrudan görüşmelerin Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը ըստ թուրք նախարարի տեղ չի գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում։ Նա նշել է, որ մեջբերում մեր հարաբերությունները Հայաստանի հետ հենց այս պահին կարգավորելով Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում։ Մինչ Թուրքիան եւ Հայաստանը խոսում են խաղաղության ու երկկողմ սահմանների բացման մասին, օկուպացված Արցախում Ալիևյան բռնապետությունը բացի եկեղեցիներից քանդում է նաեւ մզկիթները։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է արբանյակային ու արխիվային լուսանկարներ, հստակ ցույց տալով մզկիթի անհետացումը։ Ավանեսովը նկարներին կից գրել է. մեջբերում խնդիրը ազգային պատկանելությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որը միտված է տարածքային քաղաքական բռնազավթումը ամրապնդել մշակութային միջավայրի յուրացման եւ ոչնչացման միջոցով։ Հայաստանի վարչապետը այս շաբաթ կիրակնօրյա պատարագի կմասնակցի Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ Սուրբ պատարագը մատուցելու է Տեր Երվանդ Քահանա Բաբայանը։ Առաջիկա կիրակի օրը նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագի։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշմանը։ Ամստերդամին ապշեցրել է այն փաստը, որ մինչ դատական նիստը ընթանում էր, իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցը արդեն շտապել էր հրապարակել դատարանի վճիռը։ Փաստաբանի խոսքով դա աներկբա ապացույց է, որ մեջբերում Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Մարդ, որը ժամանել է իր հոր 40-ին եւ արդեն 5 ամիս անազատության մեջ է, առանց որևէ հիմնավոր ապացույցի պետք է եւս 2 ամիս զրկված մնա ազատությունից, գրել է Ամստերդամը ու նշել, որ Սամվել Կարապետյանի ներդրումային եւ անձնական իրավունքները պաշտպանելու համար փաստաբանական խումբը օգտագործելու է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։ Մեր թիմը վճռական է կանգնելու Հայաստանի իշխանությունների անօրինականությունների դեմ, գրել է Ռոբերտ Ամստերդամը։ Գյումրու ավականու անդամները մանդատը վայր դնելու դիմումներ են ներկայացրել, հայտնել է TV31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Մանդատներից հրաժարվելու եւ դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է կոմունիստական կուսակցության խմբակցության ավականու կազմը։ Այժմ փաստացի ավականու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր են առաջ եկել ոչ միայն կոմունիստական կուսակցությունում, այլ նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքում։ Քվորում ապավելու համար ընդդիմությանը անհրաժեշտ է 17 մանդատ։ Ավականու մեկ նիստ արդեն չի կայացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի, եթե ավականին 3 ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։ Ոստիկաններն առանց հիմնավորման Բեդու համայնքապետարանի մուտքը փակել են ու թույլ չեն տվել քաղաքացիներին մասնակցել դռնբաց նիստին, ահազանգել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Բեդի համայնքի ավականին այսօր որոշում է Կարմիր սարի ճակատագիրը, նախատեսվում է սարից արցունահանել կրաքարային մերգել, որը օգտագործվում է ցեմենտի արտադրության համար։ Ավելի վաղ քաղաքացիները դիմել էին համայնքապետարանին նիստին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, սակայն համայնքապետարանից պատասխանել էին, որ չեն կարող ասել կապահովեն մարդկանց ներկայությունը նիստին, թե ոչ, գուցե տեղ չլինի։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փորձաքննության համաձայն Կարմիր սարի տարածքը մի շարք վտանգված բույսերի աճելավայր է եւ կենդանիների ապրելավայր, որոնք գրանցված են Կարմիր գրքում։ Երևանի նախկին քաղաքապետ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի գույքերի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրված, հայտնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոցներ։ Ըստ դատախազության նախկին քաղաքապետը շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածություններից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ իշխանական ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։
Նուբարաշենի աղբավայրի տարածքում այսօր առավոտյան հայտնաբերվել է տղամարդու դի։ Ներքին գործերի նախարարություն առավոտյան աղբավայրի տնօրենը ահազանգել է, որ աշխատակիցները նկատել են տղամարդու, որը սարից իջնելիս սահել ու ընկել է։ Շտապօգնության խումբը տեղում արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Լորիում անչափահաս որդին դանակով փորձել է սպանել հորը, հայտնել է քննչական կոմիտեն ու նշել, որ պատճառը հոր կողմից անչափահասի մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելն ու ծեծի ենթարկելն է եղել։ Տղան դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց հայրը արթնացել է եւ խլել դանակը որդու ձեռքից։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մերձավոր ազգականի կողմից սպանության փորձը հոդվածով որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մուհամմեդ բին Սալմանին։ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ն F-35 կործանիչներ կվաճառի Սաուդյան Արաբիային, ինչպես նաև 300 հատ ամերիկյան տանկ։ Սպիտակ տան առաջնորդը Սաուդյան Արաբիան անվանել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակից։ Թագաժարանք Սալմանին ասել է, որ իր երկիրը կավելացնի ներդրումները Միացյալ Նահանգներում 600 միլիարդից հասցնելով $1 տրիլիոն։ Հանդիպումից հետո թագաժարանքի պատվին կազմակերպված ճաշի ընթացքում Թրամփն իր ելույթում անդրադարձել է Գազայի խաղաղության համաձայնագրին։ Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց Գազայում խաղաղության իմ ծրագիրը։ Կարծում եմ կարելի է ասել միաձայն։ Չինաստանը եւ Ռուսաստանը դեմ էին դրան, սակայն ընդունեցին այն, չքվեարկեցին։ Այնպես որ մենք գնահատում ենք դա, քանի որ մեկ բացասական քվեարկություն եւ այն տեղի չի ունենում։ Մարդիկ ցնցված էին տեսնելով, որ ծրագիրը հաստատվել է եւ դա մեծ պատիվ էր։ Այն ֆանտաստիկ է լինելու, կտեսնեք։ Միջոցառմանը ներկայ են եղել նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պորտուգալիայի եւ Ալ Նասրի հարձակվող Քրիստիանո Ռոնալդոն եւ Իլոն Մասկը։ Ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Լվովին եւ Տերնոպոլին։ Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, էլեկտրակայան, օգտագործվել են կալիբր թևավոր հրթիռներ, կինժալ գերձարնային հրթիռներ, շահեդ անօդաչու թռչող սարքեր։ Պայթյուններ են որոտացել նաև Խմելնիցկիի, Իվանո-Ֆրանկովսկի, Օդեսայի, Կիևի, Դնեպրի եւ Նիկոլաևի մարզերում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կադրեր է հրապարակել եւ գրել, որ ռուսական զինուժն այնտեղ արձակել է շուրջ 48 հրթիռ։ Ռոսատոմը պատրաստվում է Եգիպտոսում Էլ-Դաբաղ ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի մոնտաժման փուլին։ Կադրերում երևում է, թե ինչպես են սարքավորումները տեղափոխում կայանի շինհրապարակ, որտեղ շարունակվում են ապագա կառույցների աշխատանքները։ Ռոսատոմի մամուլի ծառայությունը հավելել է, որ VVR 1200 տիպի ռեակտորը արտադրվել է Իժորա գործարանում։ Այն Եգիպտոս է տեղափոխվել ծովով Սանկտ Պետերբուրգից 20 օրում։ Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեղադրումը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակում։ Էլ-Դաբաղ Այեկի շինհրապարակը գտնվում է Միջերկրական ծովի ափին, Կահիրեից մոտ 350 կիլոմետր հեռավորության վրա։ Կայանը ներառելու է ռուսական VVR 1200 ռեակտորներով 4 էներգաբլոկ, ինչը Եգիպտոսին կդարձնի տարածաշրջանի միակ երկիրը, որն ունի 3+ սերնդի ռեակտորներ։ Աշխարհահռչակ рэպեր Նիկի Մինաժը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու համար։ ՄԱԿ-ում անցկացվող միջոցառման ընթացքում Մինաժը հաստատել է, որ Նիգերիայում քրիստոնյաները հետապնդվում են, եկեղեցիները այրվում եւ ընդգծել Թրամփի ջանքերը այդ խնդիրը լուծելու համար։ 42-ամյա рэպերը նշել է, որ Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչը ոչ թե պառակտելն է, այլ մարդկությանը միավորելը։ Նիգերիայի նախագահն ասել է, որ տարածված բռնությունն ազդեցություն ունի բոլորի վրա, անկախ ծագումից կամ համոզմունքներից։ Աշխարհահռչակ рэպեր Նիկի Մինաժը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու համար։ ՄԱԿ-ում անցկացվող միջոցառման ընթացքում Մինաժը հաստատել է, որ Նիգերիայում քրիստոնյաները հետապնդվում են, եկեղեցիները այրվում եւ ընդգծել Թրամփի ջանքերը այդ խնդիրը լուծելու համար։ 42-ամյա рэպերը նշել է, որ Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչը ոչ թե պառակտելն է, այլ մարդկությանը միավորելը։ Նիգերիայի նախագահն ասել է, որ տարածված բռնությունն ազդեցություն ունի բոլորի վրա, անկախ ծագումից կամ համոզմունքներից։ Ինդոնեզիայում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հորդառատ անձրևներից առաջացած սողանքները աղետի պատճառ են դարձել։ Կա ավելի քան 18 զոհ, 33 անհետ կորած։ Փրկարարները աղետի գոտում փորձում են գտնել ողջ մնացածներին եւ դուրս բերել զոհվածների մարմինները։